Ազատությանն են դիմել Լարսի անցակետում մնացած բեռնափոխադրող հայ վարորդները։ Նրանք պնդում են, որ փետրվարի 12-ից վրացական կողմը թույլ չի տալիս մտնել Հայաստան։ Շինարարություն տեղափոխողների խոսքով վրացական կողմը ոչ մի հիմնավոր բացատրություն չի տալիս եւ իրենք անելանելի վիճակում են հայտնվել։ Հայ բեռնափոխադրողները պարբերաբար են բախվում այս խնդրին, անցած տարի ալկոհոլ տեղափոխողներ էին շաբաթներ, երբեմն ամիսներ անցկացնում Լարսի եւ Գեզիի անցակետերում, ենթարկվելով մանրակրկիտ լաբորատոր ստուգումների։ Ազատությունը փորձում է պարզաբանումներ ստանալ նաեւ Հայաստանի կառավարությունից։ Վրաստանում են գտնվում Լարսի մեկն Ռուսաստանի Վրաստանի անցակետի ռենտգենի պլաշատկենա 3 տարի է տախտակ լամինատով աշխատում ենք, առանց խոչընդոտ անցել ենք։ Հիմա ամսի 12-ից այսպես կայնսվել է վրացին, սաղ այս ավտոները գալիս են դեպի Հայաստան հայկական բեռերով, չեն թողում անցնենք։ Ամսի 12-ից կայնացենք, դոկումենտները վերցրել են ռենտգենի աշխատողները, չեն տալի ու ոչ մի պատճառ չեն նշում, ասում են կայնեք, Միջև հրաման կտանք ասեն բաց կթողենք։ Այսենց ամսի 12-ից կայնացենք անորոշ վիճակ։ Ու մոտիկնում ենք, ասում ենք ինչն է խնդիրը, քիչ եք թողում, Հայաստան եթանք, ասում են չգիտեմ, կանգնեք, անցնենք։ Ամսի 12-ից այսենց ավտոները ու սրանից էլ շատ ավտոներ արդեն ուղարկել են Վրաստան Գեզի ստայանկա։ Ու գալիս են սենց հայկական ավտոները, հայկական բեռերով կայնացենք։ Ումը դիմենք, ինչ անենք, որ ես մեր հարցը լուծեն, կարողանանք գանք հասնենք Հայաստան։ Ոչ թողում են դուրս գանք, ոչ դոկումենտ են տալիս։ Չգիտենք, ես ինչ։ Կոնկրետ պատասխան չեն ասում։ Չեն ասում, ախպեր, ոչ մի բան չեն ասում, ասում ենք, ինչա, ոչ մի խնդիր չկա։ Ասում են կայնեք, երբ որ հրաման կտան թողենք հայկական բեռերը, թողենք այս ավտոները սաղ դեպի Հայաստան, տախտակ, լամինատ, դեսպե, գերան, ֆաներա, սենց անորոշ կայնացենք։ Մեր կառավարությունը թե ինչով զբաղված է, հայկական բեռերը քիչ են գալի, հայկական ավտոները չեն թողում։ Ամսի 12-ից կայնացենք։ Այսօր ամսի 21-ն է, ամսի 12-ից կանգնած ենք ռուս-վրացական անցակետի կոբի տերմինալում ռենտգենի պլաշատկում հայկական բեռներով, այս սաղ մեքենաները գալիս են դեպի Հայաստան հայկական բեռներով, տախտակ, լամինատ, MDF ու սենց խառը բեռներ։ Վրացին ամսի 12-ից կանգնացրել է սաղ մեքենաներին, մոտավորապես մի 25 մեքենա ստեղ են կանգնած, մի 60 մեքենա էլ արդեն Թիվլիզի Գեզի պլաշատկում են կանգնած ու չեն թողում դեպի Հայաստան գանք, խոչընդոտը չգիտենք ինչի համար, ոչ մի պրոբլեմ չունենք մենք դոկումենտի թե գրուզի հետ, ասում ենք ինչն է խնդիրը, պատասխան չկա, սպասեք, կասենք, վերևներից երբ ասեն հրաման տան, որ թողենք, կթողենք, ուզում ենք հասկանանք ինչն է խնդիրը այս վիճակի։